Արարատ կոնյակի գինուողու կոմբինատում հատուկ օր է։ Լեգենդար գործարանում շշալցվում է հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակ, նախատեսված հատուկ մարդկանց համար։ Այսօրվա այս պահը պատմական պահ է։ Ոսկագծից դուրս է գալու հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված առաջին կոնյակ, առաջին շիշ կոնյակ, որ դա հատուկ պատրաստված է հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Այդ կոնյակը պատրաստված է 1945 թվականի խաղողի բերքից։ Արտադրությունը լինելու է շատ սահմանափակ եւ ներկայացվեց ճիշտ հասցեատերերին։ Դա առաջին հասցեատերերը բարձրադուք է։ Եվ այդ կոնյակը վաճառքում չի լինելու։ Հայկական հետքը հաղթանակի բոլոր դրվագներում է ռազմարվեստի բացառիկ դասերով։ Գեներալների, ռազմաօդային ուժերի, զրահատանկային ու հրթիռային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը չորրորդն էին։ Հայաստանը եւ Արցախը իր փառապանծ զինվորներն ա տվել, հերոսներն ա տվել, գեներալներին, մարշալներին, ադմիրալ ա տվել հայ ազգը, որը դա հպարտություն է, մեծ պարծանք է։ Դա երբեք մենք իրավունք չունենք մոռանալու, եւ դա միայն գրքերում պետք է չգրվի, դա մեր մտքերում, սրտերում պետք է լինի, եւ մենք դա պետք է փոխանցենք մեր երիտասարդությանը։ Հայաստանը մասնակցել է Մոսկվայի պաշտպանության, Մինսկի պաշտպանությանը, Փարիզի պաշտպանությանը, որոնք կարողացել են հաղթանակ ունենալ։ Սա ինչի համար եմ ասում, որ մեր ազգը պետք է չմասնատվի, մի քանի մասի չբաժանվի, որ պետք է լինեն միասնական, մի բռունց լինեն։ Եթե ազգը միասնական է, նա միշտ կարող է հաղթանակ, հաջողություն, հաղթանակներ ունենա։ Եթե մասնատված եղավ, հաղթանակ երբեք չի կարող ունենալ։ Առաջին շիշը 102-ամյա Ռոզալիա Աբգարյանինն է։ Նրա պատմությունը մի մեծ վավերագրություն է, որ կառուցվել է պատերազմի ու խաղաղության սահմանագծին։ Առաջին շիշն է կոնյակի։ Հայկական պատերազմի 80-ամյա կապակցությամբ առաջինը նվիրում քեզ, այո։ Տարին կրկնակի հոբելյանական է մյուս լեգենդար հերոսի Ասատուր Բազյանի համար։ Նա նշում է ծննդյան 100-ամյական։ Ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալություն։ Կոնյակները մենք տալու ենք ճիշտ հասցեատերերին, Հայաստանի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր կապված են մեր երկրի հետ, մեր ժողովրդի հետ, աջակցում են, օգնում են, կազմակերպում են, զարգացնելու, ուժեղացնելու համար։ Երկրորդը աշխարհի տարբեր ազգերի, տարբեր երկրների այն ներկայացուցիչներին, ովքեր մտահոգ են, նույնպես անհանգստացած են մեր երկրի կայացման, հզորացման, զարգացման գործին։ Եվ հիմնականում այն հայերին, ովքեր կարողանում են դրսում մեր ազգի պատիվը բարձր պահել, հիմն է հնչեցնել, դրոշը բարձրացնել։ Եվ իհարկե ուզում եմ առաջին շիշերը ուղարկել Բաքվի բերդերում մեր հայրենիների հարազատներին ի նշան վճռականության, որ մենք կարողանանք ամեն ինչ անել նրանց համար, որ շուտապույտ ազատություն լինի Բաքվի բերդերում մեր հայրենիների համար։ Ավագ սերնդի կողքին նաև պատերազմ տեսած երիտասարդներն են։ Նրանք նույնպես անցել են հերոսական ճանապարհ, դիմակայելով թշնամու գրոհներին, կրելով հարվածների հետևանքները։ Հայտնի է, որ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի նորաստեղծ միությունը, որի պատվավոր անդամ է Հովհաննես Ծառուկյանը, հանդես է եկել այս տղաների համար մարզումային լավագույն պայմանները ստեղծելու մեծ նախաձեռնությամբ։ Ծրագրերն ընթացքի մեջ են։ Երիտասարդների համար վիրավոր երիտասարդներին, ովքեր այսօր վիրավոր են, Կանձմել ենք ֆեդերացիա, հիմա շուտով դպրոցը կբացվի, որ ձեր համար բաց կլինի, ցանկացած ով ցանկանա, գնա պարապի, ավելի ուժեղ, հզոր լինի, վերականգնի։ Շուտով, որը հիմնականում տղաս է զբաղվում, Հովիկ, հիմա այդ դպրոցը առաջինը երբ է բացվել։ Մոտակա ժամանակս արդեն պատրաստ կլինի։ Պատրաստ կլինի, ձեզ նույնպես կհրավիրենք, բոլոր ասենք մի քանի տեղ ենք բացելու, որ կարող եք ազատ գնալ, մասնակցել, պարապել, հատուկ ուշադրություն կդարձնենք, որ դուք կարողանաք վերականգնեք, հալալաձեզ, որ մասնակցել է ձեր առողջության հաշվին կարողացել եք հայազգի պատիվը բացել։ Փառք ու պատիվ ձեզ։ Ապրեք, հալալաձեզ, ձեզ երկար տարիների կյանք, առողջություն, ամենակարևորը իմացեք, որ ցանկացած հարցով ես պատրաստակամ եմ։ Ոչ հարցով օգտակար լինելու եւ ինձ լավ զգալ, որ կարողացել եմ որևէ հարցով ձեզ օգտակար լինել։ Ձեզ ոչ մեկը չի մոռացել, միշտ հիշում է, հարգում է,
Ամենակարևորը դա է։ Բարք ու պատիվ ձեզ։ Մենք էլ շատ ուրախ ենք ձեր գործունեությամբ, ճանաչում ենք, ամեն ինչ գիտենք։ Հպարտություն է դա ձեր համար, ազգային հպարտություն։ Շնորհակալ եմ։ Դա ձեզ մոտ կա եւ մենք բարձանում ենք դրանով։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիվիկ Մայիլյան, Էպիկենտրոն։